Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ամփոփել է 2025 թվականի գործունեությունը։ Բարեվարկության համակարգի ամրապնդում, հայտարարագրերի թվայնացում եւ ոլորտային լայնածավալ ստուգումներ։ Սա այն օրակարգն է, որով հանձնաժողովը փորձում է նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը պետական համակարգում։ Հիմնականում կարելի է 4 ուղղությունների դասակարգել բարեվարկության համակարգի զարգացման ուղղված աշխատանքները, մասնավորապես խորհրդատվական մեթոդական աջակցություն, մշտադիտարկման միջոցով խնդիրների վերհանում եւ դրանց լուծման ուղղված առաջարկների ներկայացում, առերևույթ խախտման դեպքերի քննություն եւ դրանց վերաբերյալ համապատասխան որոշում ներկայացում եւ կրթական իրազեկման աշխատանքների իրականացում։ Վիճակագրությունը փաստում է, ոլորտում հետաքրքրությունն աճել է, միայն բարեվարկության ուսումնասիրությունների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է, հասնելով 753-ի, սակայն հանձնաժողովը արձանագրում է նաեւ մտահոգիչ իրողություն։ Դեռևս մտահոգիչ չէ շարունակում մնալ այն, որ հանձնաժողովը որոշ դեպքերում եզրահանգում է խախտման առկայություն անհամատեղելիությունով, բայց նշված անձինք շարունակում են պաշտոնավարել իրենց պաշտոններում։ Այլ սահմանափակումների եւ նվերների ընդունման սահմանափակման տեսանկյունից 10 ուսումնասիրություն է իրականացվել, նախաձեռնվել է 1 դեպքով վարույթ եւ ներկայացվել է խախտման առկայության մասին եզրակացություն։ Հատկանշական է, որ 2025 թվականին հանձնաժողովը փորձարկել է նոր գործիք կոռուպցիոն ռիսկերի գնահատումը պետական մասնակցությամբ խոշոր ընկերություններում։ Պիլոտային գնահատումները նպատակաուղղված են եղել կիրառվող մեթոդաբանության եւ գործիքակազմի փորձարկմանը, ինչպես նաեւ նշված կազմակերպությունների գործարար բարեվարկության համակարգերի ամրապնդման ու այդ համակարգերում առկա կոռուպցիոն ռիսկերի բացահայտմանը։ Թվայնացման օրակարգը մնում է առաջնահերթություն, նախատեսվող բյուջետային միջոցներով 2026-ին նախատեսվում են ծրագրեր, որոնք ըստ հանձնաժողովի ապագայում կբերեն շոշափելի արդյունքներ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շարունակում է ընդլայնել իր վերահսկողական գործիքակազմը, փորձելով բարձրացնել հանրային հստահությունը պետական ապարատի նկատմամբ։ Պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականին պետական բյուջե է մուտքագրել 2 տրիլիոն 725 միլիարդ դրամ հարկային եկամուտ, 14%-անոց երկնիշ աճը ըստ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պայմանավորված է թիմային նոր տեսլականով եւ հարկ վճարողի հետ կառուցողական փոխգործակցությամբ։ Մասնավորապես առաքելությունը ձևակերպել ենք այսպես ապահովել արդար եւ թափանցիկ հարկային ու մաքսային միջավայր, խթանել կամավոր կարգապահությունը եւ ծառայել քաղաքացիներին ու բիզնեսին հանուն Հայաստանի առաջանցիկ զարգացման եւ տեսլականը, որը պատկերացնում ենք մի քանի տարի հետո պետական եկամուտների կոմիտեն ինչպիսի կառույց պետք է դառնա, դինամիկ զարգացող եւ առաջատար կառույց, առաջատարությունը ընդհանրապես ռեգիոնալ եւ համաշխարհային նաեւ, որը հայտնի է տեխնոլոգիական համարձակ նորարարությամբ եւ մարդակենտրոն մոտեցմամբ։ Հարկային մասով աճը կազմել է 14.5%, մաքսայինինը 11.6%։ Հարկեր հնացուցանիշը հասել է 24%-ի, ընդ որում աճի 0.4%-ային կետը հարկային վարչարարության, արդյունավետության եւ ստվերի կրճատման հետևանք է։ Անկանխիկ գործարքների քանակն աճել է ավելի քան 51%-ով։ Ծախս եկամուտ հարաբերակցության մասին է խոսքը, ես պարբերաբար հնչեցրել եմ այդ ցուցանիշը 0.9, այսինքն յուրաքանչյուր 100 միավոր հարկի համար հասարակությունը կատարում է 0.9 դրամ ծախս, որպեսզի պատկերացնենք, թե ինչ է տեղի ունեցել, 24 թվականին դա 1.1 է եղել։ Վարչարարության մեջ էական կառուցվածքային տեղաշարժեր են տեղի ունեցել։ Ստուգումների եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների քանակը նվազել է, սակայն բացահայտումների եւ մուտքերի ծավալն աճել է շնորհիվ թվային գործիքների կիրառման։ Ունենք բացահայտված 362 միլիարդ դրամ ստվերային շրջանառություն, եթե հարկի մասին խոսենք 124 միլիարդ, որը 30%-ով գրեթե ավել է 2025 թվականից, իհարկե վերականգնումներով 37 միլիարդ ունենք եւ ընդ որում այս ամենը 22% օպերատիվ հետախուզական միջոցառումների նվազման պայմաններում։ Մաքսային ոլորտում ներդրվել է ինքնաշխատ բացթողման համակարգը, կանաչ ռիսկի մակարդակը հասել է 73%-ի, իսկ կարմիր ռիսկինը, այսինքն զննման ենթակա բեռներին նվազել է մինչև 5%-ի, համապատասխանեցնելով միջազգային ստանդարտներին։ Գործարկվել է նաեւ Էքսիմ հարթակը։ Մասնավորապես հարկային վարչարարության գործիքների կատարելագործման տեսանկյունից մենք ներդրել ենք ավելացած արժեքի հարկի ավտոմատ վերադարձի համակարգը, դա հնարավորություն է տալիս ոչ ռիսկային ավելացած արժեքի հարկերը, որոնք որ պիտի վերադարձվեն, շատ արագ վերադարձվեն։ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է ներդնել արհեստական բանականության գործիքներ եւ կառուցել թվային պլատֆորմներ։ Տարվա ամփոփումը վկայում է, կոմիտեն ձգտում է դառնալ ոչ միայն հարկհավաքող, այլև տնտեսության զարգացմանը նպաստող եւ բիզնեսի համար հուսալի գործընկեր կառույց։